Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը ռուս-ուկրաինական ռազմաճակատի բոլոր ուղղություններով։ Հյուսիս զորքերի խումբը շարունակում է իր առաքելությունը Սումիի և Խարկովի մարզերում անվտանգության գոտի ստեղծելու համար։ Արևմուտք զորքերի խումբն ավարտում է Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը Կուպյանսկի հարավային շրջաններում։ Ըստ Դաշնության գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցի, ռազմավարական նախաձեռնությունը ռազմաճակատում Ռուսաստանինն է, Ուկրաինան նահանջում է։ Ռուսական բանակն այս տարի արդեն 5000 քառակուսի կիլոմետր և 219 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել։ Հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահը անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ և ընդգծել, որ հետքայր հատուկ գործողության նպատակներից չի լինելու։ Հակառակորդը, չնայած համառ դիմադրությանը, նահանջում է մարտական շփման գծի ամբողջ երկայնքով, և այս ֆոնին Կիևի ռեժիմը, փորձելով իր արևմտյան հովանավորներին գոնե ինչ-որ հաջողություն ցույց տալ, հարվածներ է հասցնում Ռուսաստանի խորքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին, բայց դա նրան չի օգնի։ Մեր խնդիրն է ապահովել ռազմավարական օբյեկտների, քաղաքացիական, այդ թվում էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը։ Պուտինը նաև երախտագիտություն է հայտնել բանակի անձնակազմին և ընդգծել պաշտպանական արդյունաբերական համալիրի կարևոր դերը։ Արդյոք ամերիկյան տոմահավքներին հակազդելու միջոց արդեն ունեն ռուսները, հայտնի չէ, բայց Պուտինը արդեն հայտարարել է, որ դրա ձևներ կգտնեն։ Բրիտանական Թելեգրաֆը գրում է, որ Ուկրաինան շարունակում է խնդրել ամերիկյան արտադրության տոմահավք հրթիռներ, սակայն ի վիճակի չէ ինքնուրույն դրանք հարձակել։ ԱՄՆ ազգային անվտանգության վերլուծաբանները քննարկում են Վաշինգտոնի հետ հնարավոր համաձայնագրերը, հաշվի առնելով այս բարձր հեռահարությամբ հրթիռների օգտագործման քաղաքական և ռազմական հետևանքները։ Ըստ հրատարակության, եթե այդ թևավոր հրթիռները հասնեն Ուկրաինա, կարող են օգտագործվել որպես լծակ Ռուսաստանի վրա ճնշումը աստիճանաբար մեծացնելու համար։ Տոմահավքների Ուկրաինա հնարավոր մատակարարումը Մոսկվայում դիտարկվում է որպես սադրիչ քայլ և Ռուսաստան Միացյալ Նահանգներ ուղիղ առճակատում։ 24 ժամում ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու խոստումով հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնած Թրամփը գրեթե ամեն ամիս հայտարարում է, թե չէր սպասում, որ դա անելը այդքան դժվար կլինի։ Նրա խոսքով նույնիսկ մերձավոր արևելքում խաղաղության հասնելը ավելի հեշտ է, քան Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության համար լուծում գտնելը։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։